Պատմիր Ծառուկյանի կնոջ ապտակի մասին։ Մագլցում էր երրորդ հակ, դանակը ձեռքը։ Դուք պատկերացնում եք, ես ինչ արագությամբ եմ փախել։ Նար, դու Նիկոլից հետո երկրորդ դուխով տղեն ես։ Այս մի հարցում ես ու Նիկոլը նման ենք իրար։ Ես տղա չունեմ։ Նիկոլ Փաշինյանին չոր բանով մի օր կկալանավորի ինձ։ Ես գիտեմ, որ հաջորդ թիրախը ես եմ։ Հույս ունեմ այս հաղորդումից հետո չի լինի։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդման շրջանակներում այսօր մեզ մոտ է քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք Տիկին Զոհրաբյան։ Դե մենք հիմա շատ վախենում ենք, ասենք լավ եմ, որովհետև մի տեսակ ասում ես լավ եմ ու հասկանում ես լավ, այսքան խնդրի մեջ, այսքան աղետի արհավիրքի մեջ ոնց ես լավ, ես ընդհանուր առմամբ վատ չեմ, բայց բոլորս ենք այս վիճակում, ինչ որ այսօր կանք ցավոք սրտի։ Մտահոգված ենք։ Այո, մեղմ ասած մտահոգված։ Դե ես ուզում եմ նշել Տիկին Զոհրաբյան, որ դուք մեր տաղավարում առաջին քաղաքական գործիչն եք։ Շնորհակալություն ձեզ դրա համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Զոհրաբյան, շատ հետաքրքիր է, թե քաղաքական գործչի առօրյան ինչպես է լինում։ Մի փոքր կկիսվեք։ Այ իմ առօրյան միշտ նույնն է, ես ամեն առավոտ սկսում եմ ֆրեշից, պարտադիր, ես ինքս եմ սարքում, դե գիտեք ես խախտված եմ առողջ ապրելակերպի վրա, ես չեմ ուտում քաղցր, աղ, մակարոնեղեն, թխվածքներ, պաղպաղակ, այդ ամբողջ իմ ռացիոնից հանված է։ Դու կարող ես ասենք տարվա մեջ մի անգամ ինձ թույլ տամ, առավոտյան ես պատրաստում եմ իմ հյութը, որի մեջ անպայման պիտի լինի կամ խնձոր կամ դդում, մեղր, լիմոն եւ չիայի սերմեր կամ քունջուտ, նայած անընդհատ փոխում եմ եւ կանաչ թեյ, պարտադիր կանաչ թեյ ու արդեն նայում եմ մամուլը, նայում եմ, ասենք, լուրերը, այն ինչ որ ես մի քանի լրատվամիջոց եմ առանձնացրել եւ միքս եմ անում, որտեվ լրատվամիջոցները մեզանում ըստ էության շատ բևեռացված են, հա, որպեսզի կարողանամ օբյեկտիվ տեղեկություն ստանամ, համ ես բևեռն եմ նայում, համ եմ բևեռն եմ նայում եւ ցավոք սրտի, հատկապես պատերազմից հետո իմ ամբողջ օրը լցված է անհայտ կորած զինվորների ծնողների հետ հանդիպումներով, ռազմագերիների, ցավոք սրտի դիահերձարաններ այցելելով տխուր է, բայց ամբողջ օրը այդ եւ ամենակարևոր իմ աշխատանքի մասը օրվա մեջ, դե չհաշված ամենօրյա հարցազրույցները, գրեթե ամենօրյա, այդ միջազգային իմ գործընկերների հետ իմ կապերն են, որովհետեւ այն ինչ որ այսօր կատարվում է Արցախում, մենք ինչքան էլ ասենք, որ դե վերջ, դե ամեն ինչ պրծած է, չէ, ոչ մի բան պրծած չէ, քանի մենք կանք, մենք պիտի մեր կռիվը միջև վերջ տանք։ Հա, հետո ասեմ, որ ես շատ շուտ քնող եմ, ժամը 10:30, ամենաուշը 11-ին ես պիտի քնեմ, հեռախոսս անջատում եմ եւ քնում եմ, որpիսի այդ ընթացքում, որտեվ կարող ասենք մեկ էլ գիշերը ժամը 4-ին մի հատ սփյուռքահայի մտքով անցնի, այնտեղից գրե Տիկին Նաիրա, ինչպես եք, որ ուզում ես ասես լսի, ժամը 4-ն է կամ 5-ն է, ես էլ քնած եմ։ Ինչ դրա համար ես ավանդույթ եմ դարձրել, ես շատ շուտ քնող եմ, 10-ին 10:30 իմ հեռախոսը անջատում եմ։ Եվ այդպես ամեն օր, այնպես որ երբեմն իմ մոտ են ձեն սուրկա է, էլի դեժավյու է, ասենք ոչ մի բան չի փոխվում, անընդհատ եւ իմ աշխատանքի ամենակարևոր մասը ինձ շատ են հրավիրում հիմնականում Ֆրանսիա, Փարիզ, Արֆորվիլ, Ստրասբուրգ, տարբեր միջազգային կոնֆերանսների, առաջիկա օրերին Ամստերդամ պիտի մեկնեմ, էլի այդպես էլի փորձում եմ այն ոճիլի պատմություն էլի, նույնիսկ եթե օրակարգը բացարձակ կապ չունի Արցախի հետ, ես փորձում եմ իրենց պտտացնել, ոնց որ ադրբեջանցիները էլի, մի հատ բան պատմեմ, ԵԽԽՎ-ում ենք Ստրասբուրգում ու հեղինակային իրավունքի մասին նիստ է, էլի, ասում եմ լավ, գիտեմ էլի, որ վայրյան չկա, սրանք պետք է կապեն Արցախին, ասում եմ լավ, հիմա ոնց կարան հեղինակային իրավունքի մասին բանաձևը կապեն Արցախին, բայց իրանք ֆանտաստիկ կապեցին։ Իրանց պատգամավորը վեկացավ, ասեց, ես շատ եմ սիրում Շոպենի երաժշտությունը։ Հիմա նստած ասում եմ, լավ, Շոպենին ոնց է կապելու Արցախին, էլի։ Եվ ասեց, կապեց, ասեց, բայց ես չեմ կարող լսել իմ սիրելի կոմպոզիտորի երաժշտությունը, երբ իմ երկրի 20%-ը գրաված է։ Հիմա մենք ենք հայտնվել ադրբեջանցիների վիճակում, ասում եմ ոճիրի պատմությունը, ինչ թեմա ուզում ա լինի, ընտանեկան բռնություն, կանանց իրավունքներ, սենց սիրուն բերում եմ, հիմա կապում եմ Արցախի խնդրին, որտեվ հասկանում եմ, որ եթե ես էլ մյուսն էլ դա չանենք, այդ որևէ մեկը չի անելու։
Տիկին Զորաբյան, քանի որ ձեզ բոլորը լսում են, ձեր սոցկայքերում միշտ ձեզ հետևում են, դուք ամենաքննարկվող քաղաքական գործիչներից եք, միշտ ձեզ հետևում են։ Սա գաղտնիք չէ։ Ես առաջարկում եմ այսօր մենք ուրիշ տեսանկյունից ձեզ ներկայացնենք հանրությանը, որովհետև տպավորությունը, որ քաղաքական գործիչները միշտ լուրջ են, միշտ լուրջ գործերի մեջ են ու իմ մոտ տպավորություն կա, որ չեն ծիծաղում։ Չէ, այդպիսի բան չկա եւ գիտեք, ես ինքս փորձում եմ իմ տեսակով կոտրել այդ ստերեոտիպը քաղաքական գործչի, որտեվ երբ որ ես 2007 թվականին եկա խորհրդարան, ինձ ասեցին, որ չէ, պետք է բան հագնես, կաստմչիկ հագնես, ասեցի վիզս կտրեք, ես կաստմչիկ չեմ հագնի են սենց էլի, ես չեմ կարող, հասկանում եք, ես իմ աշխատասենյակում ես շատ գեղեցիկ կոշիկներ ունեմ, ես մի օր հետաքրքիր է, մի օր կգաք մեր տուն եւ ես իմ այդ կոշիկների իրանք շատ բացառիկ, ասենք, բացառիկ ֆանտաստիկ կոշիկների կոլեկցիա ունեմ, մամաս այն օրը հաշվեց 127 հատ։ 127 հատ եւ իրանք բոլորը բացառիկ են, բայց ես նրանց 90%-ը չեմ հագնում, որտեվ իրանք բարձր կաբլուկների վրա են, ես գնում եմ, նայում եմ, հիանում եմ, առնում եմ եւ մամաս ամեն անգամ վերջնում է, շարում է, ասում է, այս էլ թող մնա։ Ու այնքան ուրախացա, մի քանի օր առաջ եմ վերադարձել Եվրոպայից, մտա Dolce Gabbana-ի բուտիկը եւ տեսա մի հատ ֆանտաստիկ սև կոշիկ ոսկեգույն երիզով ու գիտեք ինչի երջանկացա, որտեվ ու երջանկացա, որ իմ ոտքին այդ կոշիկը չեղավ, մեծ էր, որտեվ եթե իմ ոտքին լիներ, ես չէի դիմանալ ու դա գնելու էի նորից եւ դա համալրելու էր այդ կոլեկցիան։ Եվ ինչ էի ասածս, ես ասում էի, որ պետք է մենք կոտրենք այդ ստերեոտիպը, էլի, որ քաղաքական կին գործիչը չպիտի լինի գեղեցիկ, չպիտի լինի սեքսուալ եւ պիտի լինի տղամարդու ինչ որ սուրոգատ տեսակ, էլ ասում է հակավ կաստմչիկը ի բրյոտ, ասենց կուզիկ գնա առաջ, էլի։ Մենք այդ ստերեոտիպը, որ քաղաքական գործիչները հայդեպ մի հատ ված ստերեոտիպ էլ կար, որ չգիտեմ, երևի սովետից էր ժառանգվել, որ քաղաքականությամբ զբաղվում են անձնական կյանքում չհաջողված կանայք, այսինքն ում անձնական կյանքը չի ստացվել, ովքեր կներեք ամուսնացած չեն, երեխա չունեն, դժբախտ են, իրանց ուրեմն հավատացեք, որ դա ամենասխալ ստերեոտիպն է։ Եթե կինը անձնական կյանքում երջանիկ չէ, եթե կինը սիրված չէ, եթե կինը չունի իրեն սիրող տղամարդ, չունի սիրելի ընտանիք, այդ կինը ոչ միայն քաղաքականության մեջ չի կարող կայանալ, ինքը դառնալու է, հիմա ես կարծում եմ դուք կարդալու եք, չէ, այդ քֆուրները, այդ ջղայն, չբավարարված, կներեք կոպիտ բառ չեմ ուզում ասեմ, էլի չսիրված, սեռաքաղց, ավելի կոպիտ բառ չեմ ասում, ձեր եթերը չեք ասեի այդ կնիկների, իրանք կին չեն, իրանք կնիկ են, կնիկ, այդ կնիկներին կասեի ես ոնց եմ կոչում էլի իրականում, հասկանում եք, ես կդառնայի այդպիսի մեկը, հասկանում եք, եթե իմ կյանքում չլիներ ինձ սիրող տղամարդ, եթե ես չունենայի լիարժեք ընտանիք, եթե իմ ընտանիքը չլիներ ներդաշնակ, ես երբեք քաղաքականության մեջ չէի դառնա Նաիրա Զոհրաբյան։ Ինձ թվում է մեր հետևորդները ձեր կոշիկների կոլեկցիայի մասին իմանալուց հետո վատ կոմենտների շարքը անպայման կգրեն այ ագրավ, այ ղարի դամա, այդ թալանել ես, չէ չեմ թալանել։ Ավելին, Ալեն Սիմոնյան, իմ պահարանը, իմ անձնական գումարներով գրած պահարանը մնացել է ազգային ժողովի, հանձնաժողովի իմ սենյակում, ավելին, այդ որ գրում եք թալանել ես, գիտեք, ասենք, նենց եմ ուզում հարցնեմ, էլի, ես ինչ պիտի թալանեի, ես եղել եմ падգամավոր, այսինքն ես միշտ եղել եմ հանձնաժողովի նախագահ 14 տարի, մի հատ որ գրում եք այդ, ասենք, իմ նյութերի տակ, այ ղարի դամա, այ, չգիտեմ, ավելի կոպիտ բառեր են գրում, այ, չգիտեմ, ինչ էին գրում, չգիտեմ, ղարի դաման հիմնականն է, ինչի ղարի դամա չգիտեմ, հա, այդ թալանով ես, ասենք, եթե ասենք սխալվես ինչ որ Փարիզից կամ ինչ որ մի հատ նկար գցես, տակը գնում է, այդ թալանը, մի հատ կարաք ինձ բացատրեք ազգային ժողովից, մի հատ դուք էլ ինձ բացատրեք, ես ինչը պիտի թալանեի ազգային ժողովից, ես ոչ տեսականորեն կարայի ազգային ժողովի պատը թալանեի, ազգային ժողովի դիվանը թալանեի, ես չգիտեմ ինչ թալանեի, գրիչները թալանեի իմ աշխատասենյակի, բայց ավելին ես ոչ միայն չեմ թալանել ազգային ժողովի դիվանը, կրեսլոները, գրասեղանը, ավելին իմ անձնական գումարներով գնված գրասեղանը ես թողել եմ ազգային ժողովին, այնպես որ պարոն Սիմոնյան Ալեն, իմացեք, որ այդ սեղանը, որ դրված է մարդու իրավունքների հանձնաժողովի աշխատասենյակում, դա իմ անձնական գումարներով գնված սեղաններ, եւ եթե ինչ որ մեկից բան է թալանել, հələ մի բան էլ դուք եք ինձանից թալանել իմ սեղանը, բայց դուք էլ չեք թալանել, որտեղ ես կամովն եմ դա ձեզ նվիրել։
Ձեր կյանքում բան է փոխվել վերջին 3 տարիներին։ Դուք այլևս Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ չեք։ Այո։ Հիմա ինչպես է ձեր առօրյան առանց խմբակցության, որովհետև բոլորը ամեն դեպքում ձեզ մինչև հիմա կապում են Ոչ միայն միջև հիմա կապում են, այլև օրական, ես դե օրական իմ ստացած նամակները օրական 100-ից 150 հատ են միջինացված, երևի 50 հատը նույն բովանդակությանն է։ Բարև ձեզ Տիկին Զոհրաբյան կամ Նաիրա ջան, ոնց կարող եմ Գագիկ Ծառուկյանին հանդիպել։ Անկեղծ ասած, ես օրերս ուզում եմ իմ Facebook-յան էջում, որտեղ իմ լսարանը շատ մեծ է, գրեի, որ Գագիկ Ծառուկյանին հանդիպելու հարցով ինձ մի դիմեք, որտեղ ես Գագիկ Ծառուկյանին վերջի անգամ տեսել եմ 3.5 տարի առաջ, բայց մարդիկ չեն հասկանում։ Իրանք քեզ ասոցացնում են ինչ որ իրավիճակի, ինչ որ մարդկանց հետ եւ դու անընդհատ, բայց ես քաղաքավարի բացատրում եմ, փոխանցում եմ կամ Արման Աբովյանի համարը կամ Իվետա Տոնոյանի համարը, ես բարեկրթորեն, ես որևէ նամակ, որևէ զանգ անպատասխան երբեք չեմ թողնում։ Դրա համար են ինձ բոլորը դիմում։ Կատուներից սկսած, ասենք այն օրը մեկը գրել է. «Արածը դուրը տեկավ», գրել եմ ինչ եմ արել։ Հա էլի, չգիտեմ, կատուս, չգիտեմ ինչին, ճանգրտել է, չգիտեմ ինչի կատուն, այսինքն երբ որ ես նախագիծ բերեցի կենթանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող, դե Բրիջիտ Բարդոն շնորհակալական նամակ գրեցի ինձ, իմ սիրելի հայրենակիցներ, հիմա շնորհակալ եմ Սուսանային, որ այդ հնարավորությունը տվեց, որ ես բացատրեմ։ Ես կապ չունեմ ձեր կատուների, ձեր շների հետ։ Ես կապ չունեմ փողոցում ձեր երեխային կծած Վալոդի շան հետ։ Այդ որ ձեր համայնքապետարանում ասում են, որ Վալոդի շանը չեն կարող մեկուսացնել, որտեղ Նաիրա Զոհրաբյանը օրենքի նախագիծ է բերել, գնացեք ձեր համայնքապետին գլխին մի հատ կտացրեք եղավ։ Իմ նախագիծը վերաբերում է բացառապես, իմ նախագծում 4 կետ կա։ Շանը չի կարելի գնդակահարել, շանը չի կարելի ողջ մաշկահանել, շանը չի կարելի կենթանիներին, չի կարելի այրել, չի կարելի բարձրությունից նետել եւ չի կարելի կենթանիների մենամարտ կազմակերպել։ Վերջ։ Եթե որևէ ագրեսիվ շուն ինչ որ մեկին կծում է, տեղ ես մեղավոր չեմ, ամեն օր մի գրեք, ես նույնիսկ հատուկ լայվ մտա, որպեսզի մեր հայրենակիցներին, որ օրական այդ 150 նամակներից 30-ն էլ արի շների հավաքի, արի մեր բակից շներին հավաքի կամ կատուս հաց չի ուտում, ես այսօր ինչ անեմ, բայց մեղավոր եմ, որ ձեր կատուն հաց չի ուտում։ Չէ, ինձ թվում էր մի պահ, թե անադեկվատ մարդիկ են, հետո տեսա չէ, այս մարդկանց մեջ ոնց որ նստել է, որ ես տղա ունեմ, որ ապրում է Գերմանիայում, դուք գախնի եք պահում։ Ես գախնի եմ պահում եւ բանակում չի ծառայել, նենց էլ այս մարդկանց գերակշիռ իմ հայրենակիցների մեջ նստել է, որ իրանց կատուների շների համար ես պատասխանատու եմ։ Իդեպ շատ գրում են, թե ձեր տղան ինչու չի ծառայել։ Ասել են, որ տենց մեծ խոսում եք։ Մեծ խոսում ես, հա, քո տղան, հա, գրում են, այագրավ։ Հա, այդ տղայիդ քեզ փախցրե Գերմանիա, ես տղա չունեմ։ Սիրելի հայրենակիցներ, եւ առաջիկայում չեմ պատրաստվում ծննդաբերել։ Չեմ պատրաստվում, հիմա չեմ պատրաստվում ծննդաբերել, չունեմ տղա, որ ունենայի եւ ինքն էլ փախած լիներ Գերմանիա եւ չծառայեր, ձեր հարցերը կլիներ օբյեկտիվ։ Ես ունեմ մի աղջիկ եւ երբ որ անդադ գրում էին ձեր տղան, աղջիկս զանգեց, ասեց ման կաղա, մի բան կա, կաղա միտեղ տղա ունես, մենք կուրսի չունեմ տղա։ Չեմ ունեցել երբևէ եւ առաջիկա տեսանելի ապագայում եւ դրանից հետո էլ չեմ պատրաստվում ծննդաբերել, որ ծննդաբերեմ էլ որևէ երաշխիք չկա, որ նորից աղջիկ չի լինի։ Լավ, հուսով եմ այդ թեման փակեցինք, հուսով եմ այս հաղորդումից հետո որևէ մեկը չի գրի բակ քո տղան ուր է, իմ տղային նվիրում եմ ձեզ, որովհետեւ ես տղա չունեմ, երբևէ չեմ ունեցել, իրան ոչ միտեղ չեմ պահում, մենք ունենք չէ Ժեխ նյուզեր, Ժեխ նյուզ AM-ներ, իրանք այդպես դա ուռճացնում են գոյություն չունեցող խնդիրը, ինչպես հիշում եք, որ ինձ մեղադրում էին, որ ես իբր սփյուռքահայերին ասել եմ մի կտոր լափի համար, այո, հիշում եք ինչ արեցին, հարցը հասավ ընդհուպ Ստրասբուրգ, այնտեղ նամակներ չի եղել այդպիսի բան։ Այդպիսի բան չի եղել։ Այդ ձայնագրությունը, որ հանեցին, տարածեցին, ինչ ա եղել։ Ուրեմն Գերմանիայում, հետո էլ Ստրասբուրգում դուխի գողացող մի հատ կին կար։ Ինքը ուրեմն գնում էր գող, սովորական գող, գնում էր խանութներից բաներ գողանում, բերում էր Ստրասբուրգում այդ կինը շատ է մոտեցել ինձ, ասում էր կարող եք կես գնով գնել, ասում էի ես հիմա ոստիկանություն կկանչեմ, ու այդ կինը մի օր ինձ ձայնային է ուղարկում, ասում է քո նմանների պատճառով մի կտոր լափի համար
Ես Եվրոպաներում եմ, ես այդ կնոջը պատասխանում եմ, ասում եմ տիկին ջան, ես մեղավոր չեմ, որ դուք մի կտոր լափի համար ձեր հայրենիքը լքել եք։ Ուրեմն մեր իշխանությունները, որ բնակվում են իմ բոլոր օգտահաշիվներում, մտնում են Messenger, կամ այդ կինը ինքն է տրամադրում իշխանական կայքերի, այդ կնոջ ձայնայինը դնում են մի կողմ, իմը վերցնում են, տարածում են, որ ես սփյուռքահայերին ասել եմ լափակեր, հասկանում եք, այսինքն սա շատ պարզ տեխնոլոգիա է։ Ես փորձեցի, որ անկեղծ ասեմ, մի կես տարի հանգամանալից հատ բացատրել, բայց հասկացա, որ մարդիկ եթե չեն ուզում մի բան ընդունել, եթե իրանց ուղեղի մեջ, իրանց ուղեղը հարթաթաթ, եւ եթե դա տեղավորվել է, որ ես ունեմ տղա, որ ես սփյուռքահայերին ասել եմ լափակեր, անիմաստ է, ես դրա համար դադարեցի ինչ որ բան այլևս ապացուցել։ Եթե նկատել եք, ես երբեք ոչ մի կոմենտի չեմ պատասխանում, ես երբեք ոչ մի ասած անհեթեթության, եթե դա իհարկե չի անցնում այլևս քրեական երբեք չեմ արձագանքում, ես պարզապես ծիծաղում եմ եւ անցնում եմ առաջ, անիմաստ է։ Տիկին Զորաբյան, հետաքրքիր է շատ։ Ինչի մենք այսքան չհարացանք։ Որովհետեւ ներողություն եմ խնդրում, 2007 թվականին էլ եք դուք եղել ազգային ժողովում, այսպես ասած այդ մեկնաբանություններ գրելու այդ մոդան երևի, չգիտեմ ոնց ասեմ, չի եղել։ Գիտեք, նախ այդ տարիներին սոցիալական ցանցերը այդքան զարգացած չէին։ Ինչու մենք արդեն առօրյա մեր իսկական կյանքից փոխվեցինք, վիրտուալ կյանքը մնաց մեր մեջ։ Ես հարցրել եմ իմ գործընկեր ֆրանսիացի, իտալացի падգամավորներին, սենատորներին, ասել եմ ձեր երկրում էլ է Facebook-ում այսքան անիծում, հայհոյում, ասել են ոչ։ Ինչի է մարդը հայհոյում։ Դուք պատկերացնում եք գեղեցիկ, կայացած բարեկեցիկ ապրող, նորմալ ընտանիք, սիրած տղամարդ, սիրած երեխաներ ունեցող կինը, ասի չէ մի հատ iPad տվեք, ես պիտի գրեմ Նայրա Զոհրաբյանին քֆուր։ Չէ, մի հատ մտեք այդ հայհոյան գրող կանանց նայեք, բոլորը տգեղ, բոլորը չսիրված, կամ չունեն ամուսին, կամ չունեն ընտանիք, կամ ունեն իմպոտենտ ամուսին։ Իրանց նման գջլոտ, իրանց նման անլվա, իրանց նման կեղտոտ։ Չի կարող կայացած, գեղեցիկ, սիրված կինը նստել եւ հայհոյանք գրել։ Դուք պատկերացնում եք իմ մտքի, ասենք, ես չգիտեմ, իմ ամենավատ երազում, ես չեմ կարող պատկերացնել, որ ես կարող ունենամ fake edge եւ նստեմ հայհոյանք գրեմ։ Ես կարող եմ հայհոյել ուղիղ դիմահար մարդու երեսին։ Այնպիսի հայհոյանք կարող եմ տալ, որ ասենք ոչ մի տղամարդ չի կարող, բայց ես չեմ կարող թաքուն քֆուր գրել։ Սա ողբերգություն է եւ երբ որ ես մի քանի տարի առաջ ազգային ժողովի ամբիոնից ասում էի, մեր երկրում հիմնական խնդրեմը դառնալու է այս ատելությունը, հասկանում եք, ընտանիքներ են բաժանված։ Մարդիկ ատում են իրար։ Ես իմ հարազատների մի մասի հետ չեմ խոսում, որpիսի նրանց չսպանեն։ Ես իրանց հետ չեմ շփվում, որpիսի նրանց գոնե թաղումներին կարողանամ տեղ թողնել, որ կարողանամ գնալ, հա, կամ իրանք իմ թաղմանը կարողանամ գալ, ես վերջի այդ գիծը, հա, շփման չեմ անցնում, դրա համար իրենց հետ չեմ շփվում, որովհետև այս տղան, այս Նիկոլը մեր ընտանիքներ բերեց ատելություն, հասկանում եք, եւ դա ես միշտ հավատացել եմ, հա, տիեզերական արդարությանը, կարմային, ինքը իշխանության եկավ դագաղներով, սև լենտերով, ես որ հիշում եմ, թե հանրապետական կանայք ոնց էին տնից փախնում շտապ օգնության մեքենաներ կանչելով, պատգարակի վրա, չգիտեմ, երեսներին շոր գցելով, որ նարկաման, փնթի, բենզին ծակվող զբրոդը, ժեխը, փնթի կեղտը, այդ կանանց չբռնի, չգիտեմ, չբռնաբարի, չծվատի, երբ որ ես հիշում եմ, որ հոկտեմբերի 2-ին, երբ որ Նիկոլը ազգային ժողովը գրոհելու ֆաս հրահանգ տվեց, երբ որ ես հիշում եմ այն նարկաման վիժվածքի աչքերը, իմ աշխատասենյակը 3-րդ հարկում էր, ազգային ժողովի 3-րդ հարկում ու մի հատ վիժվածք մագլցում էր 3-րդ հարկ, դանակը ձեռքը, դուք պատկերացնում եք, ես ինչ արագությամբ եմ փախել Արա Բաբլոյանի սենյակ։ Դուք հասկանում եք, չի կարող, Նիկոլը տենց էլ գնալու է, Նիկոլին հոշոտելու է, պատար անելու, իրա բենզին ծակվող, փնթի, անլվա, կեղտոտ, տգետ, իրա էլեկտորատն է, չէ, հիշեք, մոտ այս հատվածը կպահեք եւ կհիշեք, իրան եւ իր ընտանիքին հեռացնելու է իշխանությունից
հենց իր էլեկտորատը, այդ նույն մարդիկ։ Այսօր մենք հաղորդումը լրիվ քաղաքական է ստացվում։ Դե ոնց պատտվում եք տենց է ստացվում։ Ցավոք սրտի։ Դե արի երևի փոխենք, հա, տենց։ Երևի փոխենք թեման, արդեն քաղաքականությունը դրենք մի կողմ։ Ինչ շատ հետաքրքիր է, կոմենտին դուք չեք պատասխանում։ Երբեք ես ոչ կարդում եմ, ոչ պատասխանում եմ, ես բոլորին արգելել եմ, ես քանի որ կոմենտ չեմ կարդում, ես ընդհանրապես կարծում եմ, որ առողջ մարդը, adekvat մարդը չպետք է նստի կարդա, թե fake-ը կամ ասենք մի հատ չսիրված կնիկ, ասենք ինչ կոմենտ ա գրում, այդ հալանչի, այդ մի հատ ականջողը ծախեիր, տանկ առնեիր եւ այլն, ասենք այդ կարգի կոմենտներ բնականաբար ես չեմ կարդում եւ ինչ արձագանք ես, հիվանդին ինչ արձագանք ես, ասենք, ոնց ասես, որ այս ականջողս ծախեմ էլ, այս ականջողս ինքը շանել է, բայց որ սա էլ ծախեմ, ես տանկ չեմ կարող առնել էլի, հասկանում եք, եւ այս ականջողը հաստատ թալանով չի, հասկանում եք, սա իմ ամուսինն է ինձ նվիրել, որը աշխարհի Օքսֆորդը նրան ճանաչել էր բոլոր ժամանակների լավագույն 500 թարգմանիչներից մեկը, եւ ինքը կարող էր իրեն թույլ տալ ինձ գնել ահա այսպիսի զարդեր։ Տիկին Զորաբյան, այսօրվա կոմենտները ես առանձնացրել եմ, իհարկե դե պատկերացնում եմ ներսում եմ լինելու ավելի։ Պատրաստ եք դուք պատասխանել այդ կոմենտներին։ Փորձենք, հա։ Դուք չեք նեղսրտի դրա։ Բացարձակ, ես չեմ նեղսրտում։ Գիտեք, ես միշտ ասում եմ, թող ես լինեմ երջանիկ, թող ես լինեմ գեղեցիկ, թող ես ունենամ հնարավորություն իմ բոլոր երազանքների, իմ ընտանիքի, իմ երեխայի բոլոր երազանքները ի կատարածեմ, դու դրա դիմաց թող ինձ հաղորը հայոյեն։ Այնպես որ գնացինք։ Ինչ կոմենտներին անցնել է, ես առաջարկում եմ մեր գործընկերոջ կողմից առաջարկվող ջուրը խմենք եւ անցնենք ասի կոմենտներին։ Այս ջուրը պիտի խմեմ, որ կոմենտներից չվախենամ, հա։ Թարմանանք, որ լավ ուժերով սկսենք պատասխանել։ Լավ։ Հավանացիք ջուրը։ Լավն է, հա, հետաքրքիր ինչ որ գազիրովկա կա, հա, մեջը, լավն է։ Բայց սա ծորակի ջուր է։ Լավ է, ոնց ծորակի ջուր է։ Այո, շշալցված ջուր չէ։ Անմիջապես ծորակից գազավորված ջուր է գալիս։ Ինչ հետաքրքիր է։ Գրոհեն մեր գործընկերն է, Գրոհեբլու արտադրանքն է, հենց ծորակն է Գրոհեբլու։ Միանգամից գազավորված ջուր է տալիս եւ բացի այս ծորակից ունեն այլ ծորակներ էլ։ Այսինքն տանը հնարավոր է իրան։ Այո։ Հա, հետո կտակ համարը։ Իհարկե, մեր հետևորդներն ասենք, որ Դավիթ Անհախտինը հասցեում է գտնվում Գրոհեն, այնտեղ արդեն անմիջապես ջրի համակարգին միացված է ծորակները եւ կարող եք տեղում փորձել։ Հա, կփորձեմ անպայման, որովհետեւ հետաքրքիր է։ Շնորհակալություն Գրոհեին։ Մի կուն մել անեմ, որ չվախենամ, շատ կաշմարային կոմենտներ լինի, գումել կխմեմ էլի, հա։ Մեր մյուս գործընկերներ Սլավմեդ բժշկական կենտրոնի բժիշկներից է, Հայաստանի լավագույն բժիշկներից մեկը, լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը։ Վերջին տարիներին արդեն արդիական է լապարասկոպիկ վիրահատությունը, երբ նախկին այդ մեծ կտրվածքների փոխել, ընդհանրապես մի քանի անցքի օգնությամբ արդեն շատ հեշտ է լինում առողջության հետ կապված խնդիրներ լուծել, ինչի համար եւս շնորհակալություն մեր բժշկին։ Մենք ունենք ավելնորդ քաշ
եւ արդեն ունենք ճարպակալում։ Ճարպակալումը իր հերթին առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի է դասակարգվում, երրորդ եւ պլյուս, որովհետեւ շատ ավելի մեծ քաշային կատեգորիաներ գոյություն ունեն։ Բայց եթե խոսում ենք առանց ուղեկցող խնդիրների վիրահատական բուժման մասին, այս դեպքում պետք է խոսենք երրորդ պլյուս ճարպակալման աստիճանի վերաբերյալ։ Այսինքն առաջին ստադիային վիրահատության Առաջին եւ երկրորդ աստիճանի ճարպակալումները իրենք կարող են ունենալ վիրահատական ցուցում, եթե կան ճարպակալում կախյալ հիվանդություններ, որոնց շտկումը, բուժումը այլ մեթոդներով դժվարացած է, վերահսկել հնարավոր չէ եւ ճարպակալման վիրահատական բուժման ակնկալվող արդյունքներից մեկը հենց այդ ուղեկցող խնդիրների լուծումն է։ Ձեր հստակ պետք է հասկանալ, որ ճարպակալման վիրաբուժությունը դա էսթետիկ վիրաբուժություն չի, դա առողջացնող վիրաբուժություն է, որը ուղղված է հիվանդության շտկմանը։ Մենք չենք իրականացնում այս վիրահատությունների ժամանակ մարդկանց մարմնի կոնտուրների պլաստիկա եւ ճարպակալման վիրաբուժական բուժումը հեռու է էսթետիկայից։ Այն հիվանդությունն է շտկում։ Այո, հիվանդությունը շտկվում է հաշիվ ճարպակալման նվազման, վերացման։ Տիկին Զորաբյան, խնդրելու եմ, որ հումորով մոտենաք այս։ Սիրով։ Երևի առաջին կոմենտից է սկսենք։ Լավ։ Մի քիչ հանգիստ խոսայի կախարդ։ Ահա, բայց ինչի հանգիստ խոսամ, որ ես խոսում եմ այնպես, ինչպես ես ցանկանում եմ։ Ահա, նոր բան խոսացեք էլի, ուղիղ 2 ամիսա նույն բանն եք խոսում։ Գիտեք, եթե մեր կյանքում շատ վաղուց ոչինչ չի փոխվում, եթե մեր օրակարգը մնում է նույնը, ոչ միայն 2 ամիս, այլև 2 տարի կամ 20 տարի անընդհատ պիտի ասել նույնը։ Ստեր եւ ստեր Զոհրաբյանի կողմից։ Դե ես գիտեք շատ կուզենայի, ասենք, ես Նիկոլի հետ երկար տարիներ աշխատել եմ եւ կուզենայի Նիկոլից մի բան ինձ քաշած լիներ այդ պոպուլիզմը եւ սուտ ասելը, բայց ցավոք սրտի 10 տարի միասին աշխատել եք, ես այդպես էլ չսովորեցի ստել։ Եթե սովորեի ստել, կգծնեի հասարակությանը, ժողովրդի տգետ հատվածին այնպես, ինչպես գծնում է Նիկոլը։ Ինչ շատախոս կին ես։ Այդ մեկը կարող է, որովհետեւ չգիտեմ, միգուցե դուք ճիշտ եք, միգուցե ես շատախոս եմ, չգիտեմ։ Ամոթակին ես, մաքուր խոսա։ Մաքուր խոսալը որն է, ասենք այն մեռած հայերենով, հա, ես զզվում եմ, այդ մեկ-մեկ պեղում են, չէ, Սուքյասյանի, Հայկազյանի բարարաններից հանում են սենց ինչ որ տենց մեռած գրափարյան տրանսկրիպցիայով ինչ որ հայերեն չէ, ես կարծում եմ, որ սլենգը, երևանյան սլենգը ինքը շատ հնչեղ է, ինքը շատ կոլորիտային է եւ ես խոսում եմ այնպես, ինչպես ապրում եմ, ինչպես մտածում եմ, ես չեմ կարող, ես չեմ սիրում այդ կան չէ, նենց լալահառաջ ազգային ազատագրական կնիկներ կան, չէ, որ ազգային ժողովի ամբիոնիստ ինչ որ մեր ոսկեղենիկ հայերեն, չէ, ես խոսում եմ կենթանի լեզվով, այնպես ինչպես շփվում եմ եւ դա նորմալ եմ համարում։ Նառան այսօր փայլատակեց։ Դա ես կարծում եմ նառան շատ օրեր ա լինում, որ փայլատակում է։ Իսկ դու կադաստրից թույլատվություն ստացել եք։ Ինչի համար պիտի կադաստրից թույլատվություն ստանամ։ Ես երբևէ օրենք չեմ խախտում, եթե ես մի թիզ օրենք խախտած լինեի, հիմա Նիկոլ Փաշինյան ինձ վաղուց էր կալանավորել։ Այնպես որ ինչ որ բանով ինքը մի օր կկալանավորի ինձ, բայց դա հաստատ օրենքի խախտում չի լինելու։ Ես գիտեմ, որ Արմենից հետո իր հաջորդ թիրախը ես եմ, պրոբլեմ չկա։ Մի քիչ էլ Աբովյանի կանանց եւ անչափահասների գաղութում կնստենք, ոչինչ։ Հույս ունեմ այս հաղորդումից հետո չի լինի այս։ Ուսամ։ Նառա, վարչապետ։ Գիտեք, եթե մի օր մեր հասարակությունը որոշի, իսկ ինչու ոչ, բայց ես ձեզ ասեմ, մեր հասարակությունը չի որոշի։ Այսինքն դուք պատրաստ եք։ Իհարկե, իսկ ինչու ոչ։ Նայեք, շատ հետաքրքիր սոցիոլոգիական հարցում կար արված տարիներ առաջ, ես կարծում եմ հիմա էլ եթե անեն նույն արդյունքն են ստանալու, ընտրողների 52%-ը կանայք են։ Եվ երբ որ հարցում էին արել կուզենաք ունենալ կին նախագահ, կին վարչապետ, կանանց գերակշիռ հենց կանայք էին ասել ոչ։ Տղամարդիկ ասել էին այո, կանայք ասել էին ոչ։ Մենք այնքան նախանց կանայք ունենք, այնպես որ նառա վարչապետ հանգիստ եղեք որևէ օր չի լինելու հենց այդ կանանց պատճառով։ Աղջի, այսօր մտար աչքս։ Դու պետք է ըլլաս վարչապետուհի։ Եթե ընտրեք, ինչու ոչ, բայց էլ եմ ասում, քանի դեռ կան այդ 52% կանայք ընտրող, որոնք կատեգորիկ չեն ընդունում, չեն սիրում լիդեր կանանց, ոչ Նառան կլինի վարչապետ, ոչ Արփինե Հովհաննիսյանը կլինի, ոչ էլ են մյուս մեր բավականաչափ կայացած կին գործիչները կլինեն, ոչ էլ Մանե Թանդիլյանը կլինի, ինչքան էլ ինքը հիմա փորձում է դառնալ քաղաքապետ։
Իրոք որ քաղաքական գործիչները հումոր անել չգիտեն ու դաժե քաղաքականությունից դուրս խոսալ չգիտեն։ Համաձայն չեմ, ես կարող եմ առնվազն 2-3 քաղաքական գործչի վկայակոչել, որոնք իզիսկնի հղկված կատարյալ հումոր ունեին, նա մահացած լուսահոգի Վահան Հովանիսյանն էր, բարձրակարգ ինտելեկտուալ դաշնակցության անդամ, դա Արմեն Աշոտյանն է եւ անհամեստություն չհնչի եւ դա նաեւ ես եմ։ Նար դու Նիկոլից հետո երկրորդ դուխով տղեն ես։ Գիտեք, բա որ մեկ-մեկ ինձ գրում են, էլի, հալալա, ազգային ժողովի միակ տղամարդը։ Իրանց թվում է, որ կնոջը գրում են տղամարդ, դա կոմպլիմենտ է։ Սիրելիներս, դա բացարձակ կոմպլիմենտ չի։ Ես երբևէ չեմ ցանկացել տղամարդ լինել, որ ցանկանայի սերս կփոխեի։ Հասկանում եք, երբևէ չեմ ցանկացել։ Ես միշտ ցանկացել եմ լինել գեղեցիկ, հետաքրքիր, խարիզմատիկ կին ու թութու մինչ այս պահ ինձ դա հաջողվել է, բայց ես հասկանում եմ, իրանց թվում է, որ ասում են տղամարդ, փողոցում են ինձ ասում են հալալա քեզնից տղամարդ ես երկրում չկա, ես սենց միցակ շփոթվում եմ, սենց ինչ անկապ ծիծաղում եմ եւ անցնում եմ, որտեվ դա ես բացարձակ կոմպլիմենտ չեմ համարում։ Չի կարելի կնոջը ասել միակ տղամարդը դու ես երբևէ չեմ ցանկացել լինել տղամարդ։ Նաերան նենցած ծիծաղում, ոնց որ հայաթուն բորձյուրին թզբեխով պպզած։ Ես չեմ լսել ոնց է ծիծաղում բորձյուրին թզբեխով նստած կնիկը, չեմ լսել, չեմ հանդիպել բորձյուրին թզբեխով նստած ծիծաղող կին, որ հանդիպեմ, մի հատ ասեմ կծիծաղես, ծիծաղի կհամեմատեմ, ես տենց, բայց եթե պնդում եք, ես իրավունք չունեմ ձեր պնդումը կասկածի տակ դնել։ Ջան, տիկին Նաերա ջան, գաստո քո ցավը տանեմ, իսկական դուխով դամա։ Հա, գոնե դամա ասես, տղամարդ չասես, այս մի հարցում ես ու Նիկոլը նման ենք իրար։ Այդ հա, այո, ասում եմ 10 տարիների աշխատանքը, մենք ես չգիտեմ դա լավ է թե վատ, մենք երկուսս էլ վախ չունենք։ Ինչ որտեղ դա լավ է, ինչ որտեղ վատ է, մենք երկուսս էլ միջև վերջ գնացող ենք։ Այդ առումով գազ տվող ենք, այդ առումով այս օկտատիրոջ հետ ես համաձայն եմ։ Մորքուր ջան, դու խոսում ես, բայց հասկացող չկա, մի քիչ պարզ բացատրի։ Ինձ թվում է ես մորքուրը ինձ թվում է ամենապարզ բացատրողներից մեկն է։ Եթե ես խոսեի այն կին, չասեմ քաղաքական գործիչ, որտեղ իրանք քաղաքական գործիչներ չեն, ազգային ժողովի այն կանանց նման, ովքեր օգտագործում են ահավասիկ, նամանավանդ, մեր ոսկեղենիկ, այդ ժամանակ դուք կարող եք ասել, բայց ես խոսում եմ պարզ երևանյան սլենգով, այնպես որ ինձանից ավելի պարզ, ավելի մատչելի բացատրող քաղաքական գործիչ եւ մի քանի հատ կա, այնպես որ մորքուրին ուրիշ մեղադրանք հասցեագրի, այդ մեկը չանցավ։ Տղա է թե ինչ է այդ։ Տղա ջան, այդ մեկը չանցավ։ Ախր շատ լավ գիտի Նառան, որ Ծառուկյանը չի կարա երկիր ներկայացնի, բայց դե վախենում է ասի։ Ես ոչ մեկից չեմ վախենում, ես ասել եմ, ես ու Նիկոլը այդ մի հարցում նման ենք, մենք ոչ մի բանից եւ ոչ մեկից չենք վախենում։ Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ձեր գրառումը էլի մի 3.5 տարի ուշացած է։ Ես Բարգավաճ Հայաստանից, ալո նորից ասեմ վերջի համար 3.5 տարի առաջ դուրս եմ եկել Բարգավաճ Հայաստանի վերաբերյալ հարցերով ինձ մի դիմեք Բարգավաճ Հայաստանի սխալների կամ առավելությունների մասով իմ հետ քննարկումներ դեբատներ մի ծավալեք որովհետև ես այդ քաղաքական միավորի դուռը փակել եմ 3.5 տարի առաջ եւ իրենց մաղթել եմ բարի ճանապարհ Տիկին Զոհրաբյան նայեք ձեր կողքերը եւ իջեք Աստված հավասարություն եւ ազնվություն է սիրում։ Գիտեք, էդ էլ ով է գրողը, կինա թե տղամարդ։ Չկա անհասկանալի։ Գիտեք, չգիտեմ, հա, տենց լինում են, չէ՞, ասեք, չգիտեմ, B-յան կամ M-յան կամ Բլբլյանը։ Հա, չգիտեմ ինչ, հա։ Գիտեք, ես ամենահասանելի քաղաքական գործիչն եմ։ Ես երբևէ վերևներում չեմ եղել։ Ես երևի միակ падգամավորն եմ եղել։ Չեմ եկել Զարուհին Էրփոստանջան, որ երբևէ բացառությամբ, երբ որ ազգային ժողովի նախագահի պատվիրակությունն ա եղել, այդ VIP ես իրավունք ունեի դեպուտատский VIP սպասասրահից օգտվել, երբևէ 15 տարվա մեջ որևէ անգամ ոչ ես, ոչ Զարուհի Փոստանջյանը VIP սպասասրահից չենք օգտվել, բացառությամբ են դեպքերի, երբ ազգային ժողովի պատվիրակությունն ա եղել նախագահի գլխավորությամբ, ասել են, որ բոլորս VIP-ով պետք է գնանք թռիչքի, որևէ անգամ ունենալով դրա իրավունքը, ես չեմ օգտվել որևէ այդ կարգի արտոնություններից։ Դրա համար է ամենաէժան շուպը $7000 Նախ 7000 չգիտեմ 7000
դոլարանոց մուշտակ ունեմ թե չէ, ես ասեմ, որ էս էլ է հնացած Ավելի թանկ թե ավելի թանգել ունեմ ավելի թանգել ունեմ, բայց ես էլ եմ ասում, դա հաստատ թալանի արդյունք չի։ Իմ հնարավորությունները ներել են եւ հիմա էլ ներում են ունենալու ցանկացած թանկ իր, որը ես կցանկանամ։ Ընդունեք, որ այդպես էլ է լինում, որ մարդիկ իրենց աշխատանքով, իրենց ստացած օրինական եկամտով, այդ բառը սիրում եք, չէ, հալալ քրտինքով կարող են ունենալ, բայց մի քիչ ժամանակավրեպ, որովհետեւ բնական մուշտակները այլևս ակտուալ չեն, իրանք դեմոդե են, դեմոդե։ Ես արդեն տևական ժամանակ է մուշտակ չեմ կրում։ Ասեմ իմանա, կանայք էլ իմանան, որովհետեւ դա համարվում է այսօր մուշտակ կրելը համարվում է մովետոն։ Մովետոն, ես ունեմ արհեստական մուշտակներ, Միլանում, իրանք բավականաչափ թանկ են, ասեմ ձեզ, իրանք այնքան բնականին մոտ են սարքած, որ երբևէ չես տարբերի, գրեթե բնականի գնին են, բայց միևնույն է, անգամ այդ արհեստական մուշտակները, այսօր մուշտակը համարվում է դեմոդե, մուշտակ կրելը համարվում է վատ ճաշակի նշան։ Պատմիր Ծառուկյանի կնոջ ապտակի մասին։ Ինչ լավ է, որ այդով է գրել, կինա թե տղամարդ։ Փակ է անունը։ Հա, անունը Փակ է, հա, Ջավահիր ջան, պարզվում է, չգիտեմ, վստահ եմ, Ջավահիրը Ծառուկյանի կինն է, իդեպ հրաշալի անձնավորություն, շատ լավ մարդ, հա, Ջավահիր ջան, գիտես ինչ էին գրել, որ իբր դու եկել ես ԲՀԿ գրասենյակ եւ ինձ ապտակել ես, Ջավո ջան, կներես, որ սա հրապարակում եմ, վստահ եմ, որ դու ել ես այս էշությունը, այս կատարյալ էշությունը կարդացել, հա, սա էշությունը, հասկանում եք, ինչ ասեմ, այն որ ասում է մամմայիս արև նման իդիոտիզմ, նման ապուշություն չէր կարող լինել, Ջավահիրը ֆանտաստիկ կին է, հրաշալի մայր է, հրաշալի մարդ է, եւ ես շատ քիչ մարդ եմ ափսոսում, որ մնացել է Բարգավաճ Հայաստանում, որոնց հետ կապը չեմ շարունակել, նրանցից մեկը Ջավահիրն է։ Դու արագի մեջ տեղավորվի, հնարավոր է աթոռ գրավես։ Գիտեք, ես չունեմ նման ցանկություն, ես կարծում եմ, որ ապագա իշխանության մեջ ես հույս ունեմ եւ ես չեմ հրաժարվի, եթե իշխանությունը լինի հայամետ իշխանություն, լինի առաջարկ, ես բնականաբար կքննարկեմ, ես կարծում եմ, որ իմ քաղաքական պոտենցիալը, այո, դեռ պետք է գալու մեր երկրի եւ հիմա էլ պետք է, բայց ես այդպես չեմ մղվում, եթե ես մղվեի, մենք բոլոր հնարավորությունները ունեինք մանդատները վայր չդնելու եւ մինչեւ հիմա լինելու падգամավոր։ Տիկին սարսափելի, դու ավելի լավ կանես գնաս Փարիզ ֆրֆրալու։ Փարիզ ես գնալու եմ ֆրֆրալու, այնպես որ մի ջանացեք ինձ խորհուրդներ կան, մեկա գնալու եմ, ինչ էլ ասեք, ինչքան էլ տանջվեք, ինչքան էլ չարախնդակ, ինչքան էլ տրաքեք, մեկա գնալու եմ, Փարիզ գնալու եմ հոկտեմբերի 6-ին, ասեմ էդ էլ իմանաք։ Օդանավակայանում են հավաքվելու բոլորը։ Թող գան, հա, սեպտեմբերին էլ մի քանի օրից էլ գնում եմ Ամստերդամ, համեցեք օդանավակայան։ Բոլոր ճառերն այսօր ավելորդ ու անիմաստ են։ Ռետորների մրցույթ չէ, միայն կոնկրետ շուտ ապույտ գործողություն են պահանջվում, թե չէ զոր ու գիշեր ջուր եք ձեզ։ Այս օկտատիրոջ հետ միանշանակ համաձայն եմ, երբ որ հրավիրում են հարցազրույցի, ես արդեն ասում եմ, լավ, ամեն ինչ ասված է, էլի, հիմա արդեն կոնկրետ գործողությունների ժամանակն է։ Մենք էլ բան չկա, որ ասված չի, ամեն ինչ ասված է, կամ մենք կանցնենք կոնկրետ գործողությունների, կամ այո, մենք բոլորս կդառնանք շարքային ջուր ծեծողներ, այս օկտատիրոջ հետ միանշանակ համաձայն եմ։ Հերիքա խոսեք, հանեք ձեր միլիոնները ու զենք առեք։ Որտեղից հանեմ միլիոններս։ Մի հատ եկեք իմ հետ միասին այդ միլիոնները գթեք, ես այդ միլիոնները տամ ձեզ, տվեք բանակին, թող զենք առնեն։ Հասկանում եք, գիտեք, սա ողբերգություն է, էլի, երբ որ ինչ որ մի հատ խավի մոտ, այդ ես ասել եմ, պորտաբույծ, ծույլ, չաշխատող խավի մոտ, ինչ որ sense կլեշեներ կա, տպավորված ստերեոտիպեր կան, որ այն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով կարող են գնալ հանգստանալու, իրենց աշխատանքով կարող են բարեկեցիկ ապրել, իրենց աշխատանքով կարող են իրենց թույլ տալ բրենդային պայուսակ առնել, իրանք բոլորը թարանչիներ են, չէ Ազիզ ջան, տենց չի։ Պարզապես կան մարդիկ, ովքեր լավ աշխատում են, լավ աշխատավարձ են ստանում, Փարիզում էլ այդ բրենդային ապրանքների աուտլետերի տեղերը գիտեն, գնում են այնտեղից հարաբերականորեն էժան առնում են։ Ես կարող եմ նույն Շանելի կոշիկը, որը արժի, ասենք, չգիտեմ 800 եվրո, Փարիզում առնել, ասենք, չգիտեմ 350-ով։ Կարող եմ, ես այդ տեղերը գիտեմ, ես գիտեմ, դուք չգիտեք, եւ դրա համար պարտադիր չի, որ ես լինեմ թալանչի, բայց ես քանի որ գիտեմ, որ դուք մեկա չեք հասկանալու, մեկը այլի տակը գրելու եք թալանը, 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 շարունակեք դուք գրել, ես էլ գնամ Փարիզ։ Կգրեն ներքևում, այդ ինչ ես աշխատում, որ մի հատ էլ այդքան բան ես արվում։ Ես իմ հասարակական կազմակերպությունով աշխատում եմ միջազգային կառույցների հետ եւ հիմա շատ ավելին եմ վաստակում, քան երբ որ ես падգամավոր էի։
Պարզա։ Եվ այդտեղ թալան չկա։ Եվ այն կռիվը, որ ես եմ տալի միջազգային կառույցներում Արցախի համար, դուք ձեր թախտին նստած քֆուր եք գրում այդ ժամանակ։ Եղավ։ Տիկին Զորաբյան, ինչ դաղալ եք, մենակ խմում եք։ Որտեղ եմ խմել մենակ։ Երևի Փարիզում։ Հա, ես խմել չգիտեմ նախ, ալերգիա ունեմ խմիչքից, բայց հա, ես ֆրանսիական երկու տեսակ գինի կա, Սենտ-Էմիլիո եւ Գևուրցտրամիներ, իրանք բավականաչափ թույլ գինիներ են, սրանից հետո գթեք ինձ, ես ձեզ մի շիշ Գևուրցտրամիներ կնվիրեմ։ Ես էի գրել։ Ձեզ կնվիրեմ սիրով։ Չէ, ես չէի գրել, բայց ասոր ես եմ առիթից օգտվում։ Սիրով կնվիրեմ, որտեղ ինքը իսկապես շատ որակյալ է, շատ լավն է։ Ապրես, բայց Անժելայի հատակը ինչի թրջեցիր, ով է մաքրելու։ Մենք հետո խելոք մաքրել ենք, հա, բայց ինձ այդտեղ սպանում էր, երբ որ ես ջղայնացա Ալիեի վրա, ասես Անժելայի այսպես Սենց նստած, ասենք նույնիսկ նորմալ սովորական։ Հա, միմիկան ասենք զերով սենց նստած, մի հատ միմիկան է չշարժեցել, ասենք կարար չէ, մի հատ ջուրա թափում, վեր թռներ, չէ։ Տպավորությունն է, որ ձեր առօրյա զրույցի ընթացքում դուք միշտ Դե քանի որ ես միշտ էմոցիոնալ, ասենք որ կամերան էլ անջատում եք, սենց էմոցիոնալ խոսում եմ, եւ քանի որ ինքը սովոր է, որ ինձանից ամեն ինչ կարելի է սպասել, դրա համար իր միմիկան չթարթեցել, որտեղ ասենք կարար չէ, մի հատ վեր թռներ էլի, ասենք, բայց բացարձակ, ասես մնաց։ Ես հավատում եմ այս անկեղծ արդյունքներին, մանավանդ, որ ինձ դժվար է համոզելը։ Ավելի նման է իրենց ուժեղ ցույց տվող կանայք շատ զգայուն ու հավատարիմ են։ Ուղղակի դաժան կյանքն է դարձնում այնպիսին, որ սառը դատեն, որպիսի առաջ գնան։ Տեսեք, ես դաժան կյանք չեմ ունեցել, որովհետև ես միշտ եղել եմ սիրված կին։ Իմ կյանքում եղել է աշխարհի ամենաֆանտաստիկ հանճարեղ տղամարդը Սամվել Մկրտչյանը եւ այնպես է ինձ սիրել, որ աշխարհի բոլոր կանայք կերազեն, որ իրենց այդ պետնայից աստվածացրել է։ Հիմա էլ իմ կողքին կա մարդ, ով ինձ սիրում է, ես միշտ եղել եմ սիրված, այսինքն ես իմ Սամվելը մի բան էր ասում էր կան կանայք, ովքեր չսիրվածության բարդույթ ունեն, դու հակառակը ունես, դու սիրված լինելու բարդույթ ունես, ասում էր դա էլ է վատ, որովհետեւ դու երբեմն անցնում ես կարմիր գծերը, երբեմն շահագործում ես քեզ սիրող մարդուն։ Միգուցե այդպես է, բայց այո, երբ որ խոսքը գալիս է իմ հորը, իմ Սամվելին, ես չեմ կարողանում ուղիղ եթերում զսպել իմ արցունքները, եւ ինչպես ես իմ սիրո մեջ, էմոցիաների մեջ եմ անկեղծ, այնպես էլ արցունքների մեջ եմ անկեղծ, իսկ իմ տեսակով ես հավատարիմ մարդ եմ, ում որ ես սիրում եմ անդավաճան եւ միջև վերջ։ Այդ բրիլյանտները թալանածդ փողերով ես առել, այ ղարի դամա։ Այս բրիլյանտները, չէ, սրանք առել եմ, բոլորը առել եմ, արդար, եմ որ սիրում եք, չէ, դուք ասել, իմ աշխատանքով ես բավականաչափ բարձր, վարձատրվող գործիչ եմ, եղել միշտ, այդ թվում նաև այսօր։ Եվ վերջին մեկնաբանությունը։ Այս նարայի աչքը ով է կապտած։ Վայ, ինչ լավ է, որ այդ որովհետև այդ մեկնաբանությունը շատ կարևոր, այս իրակի վստահ եմ, որ իրանք էլի չեն հասկանալու։ Ես ներողություն եմ խնդրում իմ բժշկից, Սեթ Ղազարյանից, դոկտոր Ջամփտի պատմեմ։ Ուրեմն ինչ ա եղել իրականում, այդ որ աչքիս տակը կապտուկ էր, որ բոլորը գրում էին, Ծառուկյանն ա ծեծել, մեկներ գրել էր, լավ դե կարքին աղջիկ ա, էլի, այդքան քեզ նվիրված են, չես ծեծել էլի այդ աղջկան, ժողովուրդ ջան, ինձ ոչ մեկ չի ծեծել, եւ ինձ ոչ մեկ չէր կարող ծեծել։ Իմ բժիշկը Սեթ Ղազարյանը, իտե բժիշկս էլ է պատմում, ասում է Ամերիկայում եմ, կներեք էլի դոկտոր Ջամփտի պատմեմ, ասում է Ամերիկայում նստած եմ, այդ կապտուկը նոր է, սաղ ասում են լավ էլ կարքին աղջիկ ա, խի ա ծեծել բան, ասում է դե բժշկական էթիկան ինձ թույլ չի տալի պացիենտին բացահայտել էլի, ասել որ դա վիրահատության արդյունք է, բայց բժիշկը չի մեղավոր, ես եմ եղել մեղավոր, բայց որ ասում է տեսա շատ են արդեն քննադատում, տենաս խի ա ծեծե Ծառուկյանը նարային, ասեցի ժողովուրդ ջան, ոչ մեկ չի ծեծե, ես եմ վիրահատել, ինչ ա եղել իրականում։ Դա Երևանի ավագանու ընտրություններից հետո էր, ես գնացի աչքերի վիրահատության, որից հետո իմ բժիշկը ասեց, այսօր ոչ մի բան չկարդաս, կարեր էր դրված։ Ես էլ, քանի որ հիշում եմ ինչ որ կարևոր բան կար, եկա iPad-ս բռնեցի, ինչ որ կարդացի, ասենց կիսաթիկնած կարդացի, այդ պահին գլուխս մի կողք թեքվեց եւ բոլոր կարերը ճճտալով տրակեցին եւ ամբողջ այս կողմս էր գեմատոմա տվեց, գնացի բժիշկի մոտ, ասեցի ինչ անենք, ասեց դու ես դոկտոր ջան, ես ընդունում եմ, որ ես եմ մեղավոր եւ այդ գեմատոման էր, որ ամբողջ կապտուկ էր եւ մեր հասարակության սենսացիա ծեծեր արյուն սիրող հատվածը որոշել էր, որ Նաիրա Զոհրաբյանին ծեծել են եւ ծեծել է հատկապես Ծառուկյանը, չէ, դա եղել է վիրահատությունից հետո
հետո իմ անզգույշ ուրեմն շարժման արդյունք։ Տիկին Զորաբյան, շնորհակալություն Ես էլ եմ ևս մեկ շնորհակալ։ անգամ։ Հույս ունեմ չտեղացրեցինք ձեզ։ Բացարձակ ես ասել եմ, ես չեմ նեղանում, թող ես լինեմ բարեկեցիկ, երջանիկ, չգիտեմ, սիրված, իրանք էլ թող շարունակեն ամբողջ օրը գրեն ղարի դամա, տականք, կախարդ, վիժվածք, թալանչի, կոշիկը թանի գնա տանկար եւ այլն եւ այլն։ Ես մի բան էլ ասեմ, էլի դուք այդ այլանդակությունները որ գրում եք ինձ մյուսներին, դուք ինձ դրանով ոչինչ չեք անում, որովհետեւ ես չեմ կարդում, ես ծիծաղում եւ ասում եմ, դուք վատ էներգիան ձեզ ա ուտում, դուք դառնում եք ավելի տգեղ, ավելի չար, ավելի գազազած, ավելի ագրեսիվ, ավելի կատաղած եւ մի օր մեռնելու եք ձեր իսկ չարությունից։ Ես հաստատ չարությունից չեմ մեռնելու, եթե ինչ-որ բանից էլ մեռնեմ, դա հաստատ չարությունը չի լինելու։ Տիկին Զորաբյան, հաղորդման ֆորմատը այնպես է, որ վերջում մեկ տեսանյութ եմ ես ձեզ ցույց տալու եւ հետաքրքիր է դուք բանավոր կերպով իհարկե ինչ մեկնաբանություն կտայիք։ Լավ։ Ինձ թվում է ամեն դեպքում դուք այս տեսանյութը տեսել եք, Լավ։ բայց հետաքրքիր է, երբ տեսել եք ինչ եք զգացել, որովհետեւ անմիջապես կապված է ձեզ հետ։ Ջուրը կշփեմ ալի է, երեսի, ես ինչ ես ասում։ Նիկոլը չասեց, արա այս ջուրը Իհարկե տեսել եմ եւ ասեմ, որ այս մոտիվներով երևի մի 100-ից ավել տարբեր վարիացիաներ կան, բայց մագայինը լավագույններից մեկն էր։ Գիտեք, ես եթե հումորը կոռեկտ է, եթե սիրունա կոռեկտ է, ես նույնիսկ եթե չեմ սխալվում, եթե սա ես դրել էին անգամ իմ էջում։ Եվ այս մոտիվներով մի 100-ից ավել տարբեր հետաքրքիր բաներ կան, բայց ամենալավը, ափսոս դուք չեք տեսել երևի, ամենալավը Ալիևն էր, որ Ալիևը Արաքս գետի ափին նստած է, հա, ես ջրերի մեջից դուրս եմ գալիս, հա, ուզեմ ասեմ, ինքը ես միշտ ես ասել եմ, ես նենց բան չեմ, չէ՞, նենց կոմպլեքսավոր մարդ չեմ, ես ավելորդ բարդություններ եւ կոմպլեքսներ չունեմ եւ նույնիսկ եթե իմ վրա, ասենք, անում են, ասենք, հումորներ, նաեւ իմ լրագրող գործընկերներից մի քանիսը, ասենք, նմանակում են, կրկնօրինակում են ինձ, հա, ես միշտ ուրախանում եմ, եթե դա հաջող է ստացվում, դնում եմ իմ էջում, եթե չէ, ասում եմ, լավ չի, գրատանը էլի տրենիրովկա արա։ Ես հույս ունեմ մենք ձեզ դրական էներգիա փոխանցեցինք։ Շնորհակալ եմ, իսկապես, որտեղ մեկ-մեկ հոգնում ես, էլի, այդ մի օկտատերը ճիշտ էր ասում, որ ամեն ինչ ասված է, մեկ-մեկ ուզում ես այսպես ապոլիտիկ, էլի, ու լավ էր, որ մի քանի կարևոր հարցեր, որ ես տղա չունեմ, տղա չունեմ, Ծառուկյանը ինձ չի ծեծե, Ջավահիրն ինձ չի ապտակել, հույս ունեմ այդ պոպկորնը էլ չեք ծամի։ Շնորհակալություն ևս մեկ անգամ։ Հույս ունեմ մենք կրկին կհանդիպենք։ Սիրո, կոշիկները պիտի նայենք անպայման։ Կոշիկների համար մենք Սիրո։ կհանդիպենք ձեր բնակարանում։ Անպայման։ Ու գինին կխմենք։ Անպայման, մեծ սիրո։ Եվ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ այսօրվա գեղեցիկ լուքի համար Marca Fashion Boutique-ում գտնվող Just Chic բրենդին, որն ի դեպ հայկական է։ Եվ հատուկ շնորհակալություն մեր գլխավոր գործընկերոջը Grohe մասնագիտացված խանութ-սրահին, որը Հայաստանում ներկայացնում է United Technical Service ընկերությունը։ Grohe կայունություն եւ կոմֆորտ մեկ սրահում։ Դավիթ Անհախտ 9 Սրահը ներկայացնում է United Technical Service ընկերությունը։